ծնողներին անհնազանդություն պիտի շատանա այս աշխարհի մեջ։ Ինչ է սա նշանակում։ Տիրոջ 10 պատվիրանների մեջ, որ ասում է, չէ, մի շնացիր, մի գողացիր, մի սպանիր, բոլորի մեջ կա մեկը, որ խոստում ունի։ Միայն մեկ պատվիրան խոստում ունի, 5-րդը՝ հարգիր հորդ մորդ, որպեսզի այս աշխարհի մեջ երկար ապրես։ Մնացածի համար չի ասում մի սպանիր, մի շնա, որ ինչ կլինի, բայց այս պատվիրանի մեջ ասում է հարգիր հորդ ու մորդ, որպեսզի այս աշխարհի մեջ երկար ապրես։ Տեսեք ինչքան կարևոր խոստում է, որ տալիս է մեզ։ Եվ Եփեսացին ամակի մեջ ինչ ասում Պողոս առաքյալը, որդիներ հնազանդ եղեք ձեր ծնողներին իտեր, որովհետև դա է ճիշտը։ Երբ կարող է ծնողին անհնազանդ լինել զավակը, երբ որ ծնողը Աստծո դեմ է խոսում։ Երբ որ ինքը ասում է Աստված չկա, Քրիստոսի մի հավատ, այդ ժամանակ կարող ես անհնազանդություն բերել։ Բայց մնացած բոլոր պարագաների մեջ ծնողին պետք է զավակը հնազանդ լինի։ Բայց երբ որ տեսնում ենք արևմտյան աշխարհը արդեն գալիս է մեր կյանքի մեջ, որտեղից է գալիս նաև այս անհնազանդությունները։ Երբ որ մեր ամբողջ օրը քննենք առավոտից մինչև մեր քնելը, կտեսնենք, որ նախ մենք մեր զավակները շատ քիչ ժամանակ ենք անցկացնում։ 1 ժամ, առավելագույնը 2 ժամ, ավել ժամանակ չեն կաց։ Իրենք կամ դասերի մեջ են, կամ համակարգչի մեջ են, մենք մեր գործերով զբաղված ենք, իրար հետ հոգևոր կապ չկա։ Երբ որ մենք այդ ամենը չենք փոխանցում իրենց, ինչ է լինում։ Իրենք էլ օտարանում են մեզանից։ Մի անգամ մի զավակ, մի երեխա ասաց, որ ես ուզում եմ իմ ծնողի հետ շատ ժամանակ անցկացնել, բայց ինքը իմ համար ժամանակ չունի։ Հեսա էլ որտեղից է գալիս, որ մենք ամեն օր աշխատում ենք, եւ որ հարցնում ենք ինչ է հիմարեցնում, ասես մեր երեխաների համար ենք անում, բայց դու այդպես էլ չգիտես քո երեխան ինչ գույն է սիրում, ինչ երազանք ունի, ինչ պատկերացում ունի, ինչ է ուզում քեզանից լսել։ Մենք միայն մեր ձախորդությունները, մեր կյանքի չկայացած փուլերը ուզում ենք անպայման մեր երեխաների վրա բարթենք, իրենք լինեն։ Օրինակ, վերջերս մի երեխայի հանդիպեցի, հայրը ստիպում որ ինքը ջութակ նվագի, ասում է ես երազել եմ ջութակ նվագել, չեմ կարողացել, բայց իմ երեխան պիտի անպայման ջութակ նվագի, բայց երեխան տանել չի կարող ջութակը։ Հասկանում ես, քո չկատարված երազանքը չպիտի փաթաթես քո երեխային։ Դու դրանում ես քո երեխային հեռացնում ես քեզանից եւ գալիս անհնազանդություն։ Դրա համար աշխարհի ամենահարուստ մարդկանց ծնողները շատերը այսօր որտեղ են ծերանոցներում։ Սա այդ հոգատարության բացակայությունն է, բայց պիտի գա նաև այնտեղից ծնողը պիտի հոգ տան այդ ջերմությունը դնի իր զավակի մեջ, որպեսզի հետո ինքը մենակ չմնա։ Պողոս առաքյալն ասում է հնազանդ եղեք, որտեղ դա է ճիշտը։ Ուրեմն պետք է հնազանդություն ունենաս, հարգես, սիրես, մենք չենք կարող մեր ծնողներին փոխել, մենք չենք ընտրել իրենց, Աստված է իրենց մեզ համար տվել, բայց մենք կարող ենք մեր խոնարհությամբ, մեր հոգատարությամբ, մեր հավատքով իրենց փոխել դեպի փրկություն։ Կարող իրենց բնավորության գծերը չփոխենք, իրենց կոպտությունը, երբեմն արհամարանքը չփոխենք, բայց կարող ենք իրենց մեր աղոթներով իրենց փոխել դեպի Աստված իրենց փրկության համար։